Այս տարվա առաջին կիսամյակում Լոռու մարզում գրանցվել է 498 արտակարգ դեպք, մինչդեռ անցած տարվա նույն ժամանակահատվածում եղել է 213։ Դրանց հետևանքով զոհվել է 17 մարդ, զոհերի թիվն անցած տարվա համեմատ նվազել է։ Հայաստանի փրկարար ծառայության Լոռու մարզի փրկարարական վարչության կիսամյակային հաշվետվության տվյալները մտածելու տեղիք են տալիս։ Ընդհանուր դեպքերի մոտ 69%-ը տեխնացին բնույթի է եղել։ Դրանց մեջ զգալի մաս կազմել են ճանապարհատրանսպորտային պատահարները։ Մոտ 77%-ով նման դեպքերի թիվն ավելացել է։ Արտակարգ դեպքերից 315-ը 91.83%-ը կազմել են հրդեհի դեպքերը, 2011 թվականին եղել է 61-ը։ Հրդեհների թիվը մարզում աճել է 254-ով, հրդեհների հետևանքով զոհեր չեն գրանցվել, 2011-ին ունեցել են 4 զոհ։ Տարվա սկզբից մինչ օրս քիչ վնաս չի հասցրել մարզին նաև բնությունը, դեպքերից 24-ը տարերային բնույթի են եղել։ Հաշվետվության ներկայացումից հետո փրկարարական վարչության պետին հարցեր ուղղեց նաև Լոռու մարզպետը։ Համակարգում կա աշխատողների կարիք, թափուր աշխատատեղերի համար տրված 25 դիմումից ընդունվել է միայն 3-ը, որոնք են պատճառները։ Հրաչ Անտոնյանը սա բացատրում է կառուցվածքային փոփոխություններով։ Նախկինում շարքային եւ սպայական անձնակազմերին հրամանագրում էր տնօրենը, այժմ սպայական անձնակազմին հրամանագրելու է նախարարը։ Օրենքում կատարված փոփոխությունն էլ դեռ ուժի մեջ չի մտել։ Խնդիր է նաև ցածր աշխատավարձը, կա նաև այլ խնդիր։ Ժամանակին մարդիկ վերցրել են բանակից խուսափելու պատճառով զինգրկույտներում գրել են տվել ոչ պիտանի շարային ծառայության համար, նման մարդիկ մեզ չեն կարող աշխատել։ Գալիս են թղթերը բերում են, նայում են ու հետո որ բարձվում արդեն հետ են մնում։ Լոռու մարզի փրկարարական վարչությունում գրանցված 368 ահազանգերի գերակշռող մասը 142-ը կրկին հրդեհներն են անտառային տարածքներում։ Հասցված նյութական վնասի չափը 3.390.000 դրամ է կազմել։ Ինչպես ամեն տարի այս տարի էլ Լոռու անտառներն այրվեցին։ Ծառածածկ տարածքների մի քանի գոտի եւս ամայացավ։ Հաշվի առնելով այն, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս տարի մարզում գրանցված հրդեհների թիվն աճել է, դժվար չէ պատկերացնել, թե մի քանի տարի հետո կանաչ գոտիներով հարուստ մարզի անտառներից ինչ կմնա։ Սա Լոռու մարզի փրկարարական վարչության հաշվետվությունների մշտապես աճող ցուցանիշն է եւ խնդիրը դեռևս լուծված չէ։ Կիսամյակային հաշվետվությունը միայն դեպքերով չառանձնացավ, վարչության 5 աշխատակիցներ ամբասիր ծառայության համար պարգևատրվեցին մեդալներով։ Պարգևները ստացան անձամբ մարզպետի ձեռքից։ Հերմինե Զարմանյան, Վազգեն Մինասյան, Մոլորակ։